Գագիկ Մկրտչյան այսօր եւ վաղը Հայաստանում է գտնվելու ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը։ Նախ կխնդրեմ ձեր գնահատականը ինչպես է գնահատում այս այցը եւ այսօր էլ հանդիպում է տեղի ունենալու Նիկոլ Փաշինյանի հետ, ինչ սպասելիքներ ունեք դուք այս հանդիպումից։ Ես գաղտնիք չեմ ասի, եթե պնդեմ, որ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությունից, գերտերությունների իշխանություններից ուղղակի թաքցնում է այն իրականությունը, որը կա Հայաստանում, գաղտնիք չի լինի ասել նաեւ այն հանգամանքը, որ իրենք անտեսում են 44 օրյա պատերազմի արդյունքում, Արցախի հայաթափման արդյունքում պատերազմական հանցագործ Ալիևի ահաբեկչական գործողությունները, ցեղասպանական գործողությունները, որոնց արդյունքում ոչ միայն 150,000-ից ավելի հայեր տեղահանվել են, լքել են իրենց բնակավայրը փաստացի բռնության միջոցով, դեռ դրան էլ գումարած շարունակում են մի քանի տասնյակ գերիներ պահել Ադրբեջանում, անհետ կորած անձանց ճակատագիրն է անհայտ։ Նիկոլ Փաշինյանը ուղղակի չի իրականացնում համարժեք քաղաքականություն, որտեղ Էրդողան, Ալիև, Նիկոլ այս եռյակը ունի այլ նպատակներ, դրանք շատ հեռու են հայկական շահ եւ հայկական պետության զարգացման ու ամրապնդման ու պաշտպանության մասին խոսելու համար։ Դրա համար կլինի դա Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահի մակարդակով, կլինի ցանկացած այլ միջազգային հասարակությունը ներկայացնող, միջազգային օրակարգ ձևավորող գերտերության ներկայացուցիչ, մենք պարտավոր ենք ուղղակի իրենց ներկայացնել ճշմարտությունը, ներկայացնել այն, որ Հայաստանի Հանրապետությունում կան 5 տասնյակից ավելի քաղաքական բանտարկյալներ, մարդիկ, ովքեր Facebook-ում լայքի, լայվի, որևէ կերպ իրականացրած իրենց քաղաքացիական դիրքորոշման համար հայտնվել են ճաղերի հետևում եւ քանի որ իրենք հայտնվել են ճաղերի հետևում ոչ թե քրեա իրավական ինչ-որ գործընթացների, այլ Նիկոլի դեմ պայքարելու համար, Նիկոլը իհարկե այդ մարդկանց որևէ կերպ չի ներկայացնում միջազգային հանրությանը, իրենց իրավունքների մասին տեղեկություններ չունեն։ Դրա համար մենք պիտի խոսենք ինչպես այստեղ քաղաքական հալածանքների ու հետապնդումների մասին, այնպես էլ նրա մասին, որ հայերը այսօր Բաքվի բանտերում տանջամահ են արվում, չունեն իրավունքներ, չունեն միջազգային իրավունքներով պաշտպանության հնարավորություն անգամ դատական ատյաններում եւ քաղաքական դատավճիռներով դատապարտվում են ուղղակի ցմահ ազատազրկումների։ Այսօր նաև Արցախայությունը այստեղ բողոքի ակցիա է իրականացնելու, պահանջելով Բաքվում գերեվարված եւ վերջերս էլ դատապարտված հայ գերիների ազատ արձակումը եւ Արցախի ռազմաքաղաքական ազատ արձակումը։ Ինչպես կարող է ԱՄՆ-ն ազդել նրանց անհապաղ ազատ արձակմանը։ Նախ սկսենք նրանից, եթե մենք ունենայինք հայկական իշխանություն, ոչ թե ցույցի միջոցով արցախահայերը կփորձեին իրենց մասին հիշատակում մտցնել Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահի այցի տրամաբանության մեջ, այլ դրանով կզբաղվեր հայկական իշխանությունը։ Քանի որ Հայաստանը զրկված է հայկական իշխանություն ունենալու հնարավորությունից, մենք ստիպված ենք ինքներս մեր ձայնը բարձրացնել, արցախահայերը ստիպված են իրենք այստեղ ներկա լինելով գրավել Վենսի ուշադրությունը, նաև խնդրելով իր սատարումը, աջակցությունը ազատ արձակման միջոցով, ազատ արձակելու համար հայ ռազմագերիներ, այլ որևէ հնարավորություն չկա։ Մենք բոլորս հնարավորություն ունեցել ենք տեսնելու, թե ինչպես է ուղղակի միջազգային տարբեր հարթակներում Նիկոլը առհամարում ՄԱԿ-ի ամբիոնից մինչև երկկողմ տարբեր բանակցային սեղաններ տեղի են ունենում ընդհանրապես մի բան, անտեսում արցախահայերի իրավունքների, նրանց մասին խոսք պիտի չլինի, հայ ժողովրդի իրավունքների մասին խոսք պիտի չլինի, առավելևս այստեղ Նիկոլի կազմակերպած բռնաճնշումների մասին խոսք լինել չի կարող։ Դրա համար այստեղ ենք փորձելով մեր գոյության մասին ու մեր իրավունքների մասին ուղղակի հայտնել միջազգային հանրությանը։